Բարի առավոտ մեզ նոր միացած հեռուստադիտողներին, շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ, դե ինչ առաջարկում եմ երաժշտությունից տեղափոխվենք դեպի մարքեթինգի աշխարհ, որովհետև այս պահին մեր տաղավարում է սոցիալական մեդիայի եւ կոնտենտ մարքեթինգի մասնագետ Նարե Ղազարյանը։ Բարի լույս։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր տաղավարում գտնվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ոնց եք։ Ոնց է սկսվել ձեր առավոտը։ Արդեն աշխատանքային նկարահանումից անմիջապես եկել եմ այստեղ։ Ինչ հետաքրքիր, ինչպես է սովորաբար սկսվում ձեր մասնագետների առօրյան միշտ նկարահանումներ են լինում, միշտ ակտիվ եք։ Թե միշտ նկարահանումներ ունենում։ Կդժվարանամ ասել, որ պասիվ օրեր ունենք, հիմնականում ամեն ինչ շատ ակտիվ է ու շատ բուռն է, մանավանդ երբ մի քանի պրոյեկտ ունես ու պետքա բոլորը հասցնես։ Օրը սկսվում է պլանավորելով, թե այսօր ինչ ունենք անելու ու երբեմն մի քանի նկարահանում ստիպված ենք անում անել մեկ օրվա ընթացքում ու ոչ թե մեկ միավոր կոնտենտ, այլ միանգամից մեկ շաբաթվա կամ մեկ-երկու շաբաթվա համար նախատեսված կոնտենտ ու անցնում է շատ ծանրաբեռնված։ Իսկ այդ կոնտենտը, որի վրա աշխատում եք, ձեր անձնական կոնտենտն է, թե համագործակցություններ են տարբեր բիզնես ընկերությունների համար։ Ոչ միայն անձնական, հիմնականում համագործակցություններ ընկերությունների հետ, ում հետ ես աշխատում եմ, իմ թիմի հետ միասին։ Իմ անձնական կոնտենտին համարյա ժամանակ չի մնում, փորձում եմ ինչ-որ մի պահի, ինչ-որ մի ակնթարթ սենց բռնացնել, որ այդ պահին գնամ։ Կոշկակարի պահն է, որ միշտ իր կոշիկը ծակի։ Այո, մի պահ սենց արագի մեջ նկարեմ ու շարունակեմ մնացած գործերս։ Նարե, շատ այսպես ասենք բուրըն թեմա է, որը որ պետք է երկար քննարկենք, բայց ուզում եմ մոտիվացիայից սկսենք խոսել, որովհետև շատ դեպքերում մարդիկ ասում են, որ օրինակ այսպիսի կարծիք կա, որ չեն կարողանում այլ մարդու բիզնեսի համար շատ այդպես ջանք եւ ցանկություններ դնել եւ մոտիվացիաներ օրինակ գուցե քիչ լինի, որպեսզի օրինակ առավոտ շուտ արթնանաս, մտածես ինչ կոնտենտ նկարել, գնաս նկարահանես, ամբողջ օրը այդպես ակտիվ լինես։ Ինչպես է քեզ մոտ այդ մոտիվացիան առաջանում եւ ստիպում, որպեսզի առավոտյան շուտ արթնանաս եւ գնաս աշխատելու։ Վերջերս պրոյեկտներից մեկի ղեկավարը ինձ հետեւյալ նախադասությունը ասեց. հիշիր, որ դու այն ամեն ինչ ինչ անում ես մեր համար, դա քո դեմքն է, եւ եթե վաղը մյուսօր մեզանից հարցնեն ով է ձեր էջով եւ ով է ձեր մարքեթինգով զբաղվում, մենք ասելու ենք Նարեն։ Մենք պետք է հիշենք, որ այն աշխատանքը, որ մենք անում ենք եւ մատուցում ենք ընկերություններին, դա ցույց է տալիս մեզ որպես մասնագետի ու մեզ դիրքավորում է շուկայում որպես մասնագետի։ Հետո մեր աշխատանքներն են խոսելու մեր փոխարեն ու հենց այդ է իմ մոտիվացիան, որ ես ամեն առավոտ արթնանում եմ ու ինչ-որ միտք եմ ունենում, ինչ-որ իմ ընկերություններից մեկի հետ կապված ու անմիջապես սկսում եմ դա կյանքի գործել, որովհետեւ դա իմ արտացոլումն է, իմ աշխատանքն է, որը ես արել եմ իրենց համար։ Դու արդեն ոլորտում ունես 5 տարվա փորձ, եթե չեմ սխալվում։ Արդեն եկել է այդ պահը, որ դու հասկանում ես, որ քո աշխատանքներն են քո մասին պատմում։ Այո, ու դա վկայում է վերջին զանգերը, հաղորդագրությունները, որոնք ես անverջ ստանում եմ։ Նույնիսկ ունեմ այս պայն համագործակցություններ, որոնք եկել են իմ նախորդ աշխատանքի գործատուի եւ partner-ի գործընկերի առաջարկով, reference-ով, իրենք խորհուրդ են տվել, որ դիմի այս մարդուն, իրենք ունեն թիմ, զբաղվում են այս ամեն ինչով, հաստատ կլուծեն քո խնդիրը, քո բիզնեսի խնդիրը։ Եվ հասկանանք ինչպես մտար այս ոլորտ, որովհետև այսօր գիտենք, որ սոցիալական մեդիայի մասնագետները շատ են, ոլորտը նոր է եւ այդքան էլ նոր չէ, բայց ամեն դեպքում դեռ զարգացման փուլում է Հայաստանում։ Ինչպես որոշեցիր դու էլ դառնալ նրանցից մեկը։ Ամեն ինչ սկսվեց այն շրջանում, երբ բակալավրը ավարտում էի ու չգիտեի, բա հետո ինչով եմ զբաղվելու։ Ու փնտրտուքների մեջ էի, իմ կյանքում շատ կարևոր մարդ կա իմ ընկերուհին, ով իմ ամենադժվար պահերին ինչ-որ ինձ լավ խորհուրդ է տալիս, ու դրանցից մեկը, երբ որ իմ մտքում առաջացավ PR, որովհետև դիպլոմային աշխատանքս էր PR-ի մասին, միանգամից նախաձեռնեցինք եւ մի շաբաթում ես որոշում կայացրեցի, որ ես պետք է ընդունվեմ մագիստրատուրան սովորեմ PR, արագ գնացինք ֆակուլտետ, հետաքրքրվեցինք ինչպես է ընդունելությունը իրականացվում ու արագ դիմեցինք եւ մի ամիս հետո ես արդեն ընդունվել էի այդ բաժին։ Այնուհետև սովորելու ընթացքում ես քիչ-քիչ հասկացա, որ սոցիալական մեդիան ինձ շատ գրավում է ու մանավանդ այն տեմպը, որ դու կարող ես մի քանի ամսում ընդամենը ստեղծել
բիզնես, բրենդ, ու այդ բրենդը զարգացնել այնքան սոցիալական մեդիայի շնորհիվ, որ այդ բրենդը զարգացնես այնքան սոցիալական մեդիայի շնորհիվ, որ կարողանաս իրան անհամեմատ մեծ արդյունքների հասցնել դիտումների շնորհիվ, ճիշտ ներկայացվածության շնորհիվ եւ նույնիսկ հավասար լինել այն բրենդերին, ովքեր տարիներ շարունակ աշխատանք են կատարում, որպես իրենց աուդիտորիան եւ թիրախային լսարանը ունենան, իսկ դու պարզապես 1-2 տարվա ընթացքում այդ երևի մաքսիմումն եմ ասում, հիմա ավելի արագ է տեմպը, կարող ես բրենդդ այնքան արագացնել, որ բոլորը իմանան եւ խոսեն քո մասին։ Ես նկատել եմ իմիջիայլոց քո էջը սոցիալական հարթակներով, երբ դեռ ընդամենը 1000 մոտ 2000 հետևորդ ունեիր եւ այսպես չգիտեմ ինչու ինձ հետաքրքիր էր տեսնել զարգացումը ինչպես է ստացվելու եւ հիմա փաստորեն արդեն ունես 10000 եւ ավելի հետևորդ մի քանի ամսում 3-ից 4 ամսում ինչպես սա ստացվեց ինչպես հասկացար թե որն է այն կետը որը քեզ կբերի այդ հետևորդների բանակը Անկեղծ ասած շատ բլոգերների եւ բիզնեսների հետ եմ աշխատել այս ամբողջ ընթացքում ու մի բան էի հասկանում, որ եթե ես կարողանում եմ իրենց այսքան արագ ինչ-որ աճի, ինչ-որ արդյունքի հասցնել, ապա ես ինքս իմ համար էլ պետք է դա անեմ, որովհետեւ ժամանակները փոխվում են ու եթե դու ուզում ես շուկայում կայուն լինել եւ մրցակցային առավելություն ունենալ, ապա սոցիալական մեդիա հարթակում ներկայացվածություն ունենալը դա պարտադիր է որովհետև, չգիտեմ, լավ է թե վատ, ցավոք թե ի բարեբախտություն մեզ, հետևորդների քանակը եւ դիտումները որոշում են քո մասնագիտական դերը եւ ունակությունները շուկայում։ Բայց դա միշտ չէ, որ ճիշտ է, արդար է եւ լավ է, որովհետեւ շատ իսկապես ոլորտներ կան, որտեղ նաև գուցե, չգիտեմ, միջինից բարձր տարիքի մարդիկ են աշխատում եւ փաստորեն իրենք չեն կարողանում այդ արագության մեջ տեմպին հարմարվել։ Այո, դրա համար նշեցի բարեբախտաբար կամ դժբախտաբար, այո։ Դրա համար ես որոշեցի արագ զբաղվել ինձանով, ռազմավարություն մշակեցի, ստրատեգիա ու արագ սկսեցի նկարահանումներ անել ու միանգամից հասա իմ թիրախային լսարանին, որովհետև ամեն ռիլը հաջորդից ավելի շատ դիտումներ էր հավաքում։ Դու սկսեցիր խոսել այն մասին, թե ինչպես պետք է փորձել Instagram-ով առաջ գնալ եւ զարգացնել էջը։ Ինչու հենց այդ ոլորտ, այդ թեման ընտրեցիր։ Սոցիալական մեդիա մասնագետները շատ են հիմա ու այդ մրցակցային դաշտին դիմակայելու համար դու պետք է նոր մոտեցում ցույց տաս ու բերես նորամուծություն շուկա, որովհետեւ բոլորը խոսում են ինչպես ունենալ X, չգիտեմ, դիտում, ինչպես լայքեր, կոմենտներ հավաքել, բայց իրականում ամեն ինչ դրա մեջ չի, ամեն ինչ ավելի համակարգված ու ընդհանուր է աշխատում, քան մենք պատկերացնում ենք։ Դրա համար ես որոշեցի մարդկանց օգնել ինչ-որ բանով ու ցույց տալ, թե դրսում այն կոնտենտը, որ միլիոնավոր դիտումներ է հավաքում, ինչն է դրա պատճառը, վերլուծել եւ ցույց տալ, թե մենք ինչպես կարող ենք դա օգտագործել, ադապտացնել մեր բիզնեսում եւ նույնչափ հաջողություններ ունենալ։ Այո։ Դու քանի որ զբաղվում ես նաեւ կոնտենտ մարքեթինգով, որը որ Հայաստանում գրեթե նույնն է, ինչ որ սոցիալական մեդիայի մարքեթինգն է, ինչպես դու ես նշում, ցավոք կամ բարեբախտաբար, որովհետև իսկապես շատ կետեր կան, որոնք տարանջատված չեն այս ոլորտում։ Արի հասկանանք կոնտենտ մարքեթինգը որքանով է կարևոր այսօրվա բիզնեսի համար եւ ինչպես պետք է սա տարանջատել մյուսներից։ Երևի սկսեմ նրանից, թե ինչ է կոնտենտը, ես վերջերս դասավանդում էի, հարցնում էի ինչ է կոնտենտը, ոչ մեկ չգիտի ինչ է կոնտենտը, կոնտենտը այն ամենը, ինչ մենք հրապարակում ենք սոցիալական մեդիայում։ Նույն ինքը բովանդակությունը։ Նույն ինքը բովանդակությունը, այո։ Ու բիզնեսը հիմա առանց սոցիալական մեդիայում ներկայացվածության ուղղակի անհնար է։ Այն մարդիկ, ովքեր դեզանից պետք է գնում կատարեն, հիմա սոցիալական մեդիայում անցկացնում են 7-ից 8 ժամ մինիմում, հետազոտություններն են ցույց տալիս։ Եվ հիմա չներկայանալ ու չլինել սոցիալական մեդիայում, դա պարզապես, չգիտեմ, հիմարություն է։ Դրա համար պետք է լինել սոցիալական մեդիայում ներկայացված եւ ճիշտ կոնտենտ մատուցել։ Եթե տարիներ առաջ պարզապես հրապարակում էիր անում ու հրապարակում էիր այն ամենը, ինչ ուզում էր եւ դիտումներ էիր հավաքում, հիմա մրցակցությունը շատ ավելի մեծ է եւ մարդկանց ուշադրությունը գրավելը մի քանի անգամ բարդացել է։ Դրա համար կա կոնտենտ մարքեթինգի մասնագետ, ով ստեղծում է եւ մշակում է ռազմավարություն, ինչպես բրենդը կարող է գրավել մարդկանց ուշադրությունը իր պրոդուկտով եւ իր կոնտենտով, հավաքել շատ դիտումներ եւ կարողանալ այդ մարդկանց ներգրավել իր էջի մեջ, իր բիզնեսի մեջ եւ այնուհետեւ ստիպել, ոչ թե ստիպել մարդկանց, այնուհետեւ մարդկանց դրթել կոպիտ ասած, գնումներ կատարել։ Այսինքն դու մարդուն ցույց ես տալիս ով ես դու, դիրքավորվում ես շուկայում կոնտենտի միջոցով, ցույց ես տալիս քո պրոդուկտները եւ
ինչքան շատ ես շփվում մարդկանց հետ, մարդիկ ինչքան շատ են տեսնում քեզ, վստահությունը բարձրանում է եւ վաճառքներդ են դրանից շատանում, դու ես որպես բրենդ շուկայում կայանում, դրա համար առանց կոնտենտ հիմա պարզապես անհնար է։ Այստեղ որքանով կարևոր դեր ունեն այն տրենդները, որոնք ժամանակի հետ գալիս են ու գնում եւ շատերը կարծում են, որ օրինակ որևէ տրենդային երաժշտություն կամ հոլովակ նկարելով կարող են առաջ խաղացնել իրենց էջը, բայց գուցե նաեւ դա տևական ընթացք ունի եւ չի շարունակվում հետո, եթե ինքդ չես կազմում այդ ռազմավարությունը։ Երբ որ մենք ստրատեգիա եւ ռազմավարություն ենք մշակում, միշտ ինչ որ տեղ ենք թողնում տրենդների համար, որովհետեւ իրանք շատ sense արագ քամու նման գալիս եւ անցնում գնում են։ Ես մտածում եմ, որ ու միշտ առաջարկում եմ, որ տրենդը պետք է ադապտացնել քո բիզնեսին եւ քո կոնտենտին, որովհետեւ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր սոցիալական մեդիայից օգտվողների հետ, ովքեր մինչեւ 45 տարեկան են, այսինքն 18 տարեկան, 16 տարեկանից սկսած մինչեւ 45-50 տարեկան ու այն մարդիկ, ովքեր մեր թիրախային լսարանն են, այս դեպքում ջահելները, իրենք տրենդերին հետևում են եւ չադապտացնել մեր կոնտենտ այդ տրենդերին պարզապես չի լինի։ Դրա համար այո, դա եւս պետք է ճիշտ վերցնել եւ ադապտացնել, դա չի նշանակում, որ այս պահին ինչ որ ապարելու տրենդ է եւ պետք է օրինակ բիզնեսի ղեկավարին խորհուրդ տալ, որ պետք է սպարո ապարես, որ շատ դիտումներ ունենանք։ Ոչ, բայց կարելի է այդ երաժշտությամբ ինչ որ նոր կոնտենտ ստեղծել կամ կարելի է մեկ այլ ձևով դա ադապտացնել եւ հարմարեցնել շուկային եւ քո բրենդին։ Նարեկ, կարևոր է այսօր բազմաթիվ բիզնեսների հետ ես համագործակցում։ Ինչ հիմնական սխալներ ես նկատել, որոնք բիզնեսները անում են իրենց սոցիալական հարթակներում։ Ամենաառաջինը կնշեի, որ չեն ճանաչում իրենց թիրախային լսարանին, շատերը սկսում են կոնտենտ անել ուղղակի անելու համար, որովհետև բոլորը անում են։ Դա էլ կարծես ծայրահեղությունից ծայրահեղություն է, բոլորը սկսում են հրապարակումներ անել առանց ճանաչելու, թե ում համար են այդ հրապարակումները անում, պետք է ստեղծել այնպիսի կոնտենտ, որը ուղղված լինի հենց քո թիրախային լսարանին, իր խնդրի լուծմանը եւ ինչ որ մի լավ բան առաջարկես այդ մարդուն, ոչ միայն անվերջ վաճառես, այլև ինչ որ ներկայացվածություն ունենաս, այսպիսով վստահություն բարձրացնես եւ քո բրենդի ճանաչելիությունը։ Հետաքրքիր է, երբ համագործակցում ես տարբեր բիզնեսների հետ, իրենք արդյոք բաց են ընդունելու այդ առաջարկները, ընդունելու իրենց սխալները եւ նորությունների գնալու։ Երբեմն այո, երբեմն ոչ, բարեբախտաբար ես ունեմ ընկերություններ, որոնք շատ բաց են եւ նույնիսկ երբեմն իրենք են ասում, մենք դեմ չենք օրինակ նման կոնտենտ, նման տրենդ կրկնելու եւ դա կարելի է շատ գեղեցիկ ադապտացնել, նույնիսկ ինչքան էլ ուզում է լուրջ լինի ոլորտը։ Ընկերություններ կան, որոնք շատ բաց են եւ նույնիսկ շատ բաց են հումորային կոնտենտի, ի զարմանս ինձ, որովհետեւ հումորային կոնտենտի հիմնականում գնում են ավելի փոքր բիզնեսները ու մեծ բիզնեսները զերծ են մնում նման կոնտենտից, բայց արի ուտես, որ այո, եթե ավելի երիտասարդ ղեկավարներ են լինում, իրանք ավելի կողմ են սոցիալական մեդիայում ներկայացվածություն ունենալ համապատասխան տրենդերին։ Շնորհակալ եմ Նարե, մեր տաղավարում գտնվելու հետաքրքիր ու ինֆորմատիվ բովանդակության համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ դիտենք մեր գործընկերուհու պատմական դադարեջի հերթական ռեպորտաժը եւ շարունակենք։